Եվրամիությունը 143 միլիոն եվրո դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին։ Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է 143 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ Եվրամիության աջակցություն, որը Հայաստանի զարգացմանն է ուղղվելու 2026-ից 28 թվականներին։ Ֆինանսական փաթեթը բաղկացած է երկու բաղադրիչից՝ 90 միլիոն եվրո ուղիղ բյուջետային աջակցություն եւ 53 միլիոն եվրո տեխնիկական օժանդակություն ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման համար։ Փոփոխություններ են կատարվել Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում։ Նախատեսվում է, որ ընտանիքի անդամ կհամարվեն նաև մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված երեխաները, անկախ դիմում ներկայացնելու ժամկետից։ Փոփոխությամբ ընդլայնվում է նաև հիփոթեքային աջակցության շրջանակը։ Այսուհետ ծրագրից կարող են օգտվել նաև այն անձինք, ովքեր մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը ստացել են ոչ թե դասական հիփոթեքային վարկ, այլ անշարժ գույքի գրավով սպառողական վարկ վերաֆինանսավորման նպատակով։ Հաստատվել է բուսաբուծության աջակցության 2026 թվականի ծրագիրը։ Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ չափերով՝ հացահատիկային մշակաբույսեր 1 հեկտարի համար 70,000 դրամ, եգիպտացորեն 85,000 դրամ, հատիկա ընդեղեն 100,000 դրամ եւ բազմամյա խոտաբույսեր 110,000 դրամ։ Ակնկալվում է, որ ծրագրի արդյունքում կիրականացվի մինչև 27,000 հեկտար ցանք հավաստագրված սերմերով։ Կառավարությունը նախատեսում է համաֆինանսավորել 11 համայնքների 11 ծրագիր։ Դրանցից 2-ը Արագածոտնի մարզում են, 1-ը Արարատի, 2-ը Արմավիրի, Գեղարքունիքի, 1-ը Սյունիքի եւ 3-ը Տավուշի մարզերում։ Ծրագրերի համաֆինանսավորումը կազմում է շուրջ 1 միլիարդ 100 միլիոն դրամ։ Այս որոշմամբ 2026 թվականին պետական բյուջեից համաֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր ծավալը կհասնի 3 միլիարդ 57 միլիոն դրամ։ Bloomberg-ը հաղորդում է, որ Թրամփի թիմը ուսումնասիրում է նավթի գնի մինչև $200 մեկ բարելի համար բարձրացման ազդեցությունը։ Սա ենթադրում է, որ բարձրաստիճան պաշտոնյաները քննարկում են Իրանի հետ ծայրահեղ պատերազմական սցենարների հնարավոր հետևանքները։ Նշվում է, որ նավթի գնի մինչև $200 մեկ բարելի համար թռիչքը մեծ ցնցում կլինի համաշխարհային տնտեսության համար։ Իրանի խորհրդարանը մշակում է օրինագիծ, որը պաշտոնապես կսահմանի վճար ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգ անցման համար։ Իրանը ցանկանում է մինչև $2 միլիոն գանձել։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։ Փաստաթուղթը նպատակ ունի օրենսդրորեն ամրագրել Իրանի բացառիկ վերահսկողությունը Հորմուզի նկատմամբ, որը աշխարհի խոշորագույն նավթի եւ գազի արտադրողներին կապում է գլոբալ շուկաների հետ։ Մայիսի 1-ից սկսած Ռուսաստանը արգելք կդնի երկրից 100 գրամից ավելի քաշով ոսկե ձուլակտորների արտահանման վրա։ Բացառություններ կկազմեն օրենքով սահմանված որոշակի դեպքերը։ Որոշումն ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ֆրանսիայի բանկը նվազեցրել է 2026 թվականի տնտեսական աճի կանխատեսումը եւ բարձրացրել է գնաճի կանխատեսումը, հաշվի առնելով էներգակիրների գների աճի ազդեցությունը Իրանում ընթացող պատերազմի պատճառով։ Ակնկալվում է, որ սպառողական գները հաջորդ տարի կմնան 2%-ից ցածր, նույնիսկ ծայրահեղ սցենարի դեպքում։ Ֆրանսիայի բանկի սցենարի համաձայն տնտեսական աճը այս տարի ավելի զգալի անկում կգրանցի։ Շաբաթներ առաջ հայտարարվեց, թե կենսաթոշակները բարձրանալու են տարբեր խմբերի համար տարբեր չափերով։ Առաջին հայացքից դրական այս փոփոխությունը տարբեր խոսույթների ու վերլուծությունների առիթ դարձավ։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ավելի վաղ հայտարարեց, որ կենսաթոշակների բարձրացումը կարող է շուրջ 0.2% գնաճի հանգեցնել։ Մեկնաբանելով Կենտրոնական բանկի նախագահի հայտարարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ կենսաթոշակների ավելացումն ու գնաճը իրար հետ կապ չունեն։ Տարածաշրջանային իրադրությունը, միջազգային իրադրությունն է ավելի շատ գնաճային ռիսկեր առաջացնում, բայց համոզված ենք մենք մաքսիմալ կկառավարենք։ Կոռուպցիոն երևույթների դեմ պայքարը շարունակվում է ու նոր մեխանիզմներ են մշակվում կաշառք տալու եւ ստանալու դեպքերը նվազագույնի հասցնելու համար, ինչն է դրդում պաշտոնատար անձին կաշառք վերցնել։ Կառավարության մի մոտեցումն այս հարցի վերաբերյալ այն է, որ գուցե աշխատավարձը չի բավարարում։ Եթե պատճառն իսկապես սա է, ապա այս խնդրի լուծման համար օրինակ ներդրվել է կատարողականի վրա հիմնված վարձատրության համակարգը։
Հաջորդին մենք պետք է դրա մասին մտածենք տեղական ինքնակառավարման մակարդակում, չնայած ես այդ խնդիրը դրել եմ, բայց միջև հիմա չի լուծվում, մենք պետք է ունենանք զրո կոռուպցիա քաղաքականությունը, մենք պետք է իրագործենք։ Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունները զարգանում են ամեն րոպե, ամերիկյան ու իրանական հայտարարությունները չեն համընկնում ու հակասում են իրար։ Նման անկայուն տնտեսական ու աշխարհաքաղաքական պայմաններում Հայաստանի Հանրապետությունը փորձում է հաշվարկել ներքին ու արտաքին ազդեցությունները, լոգիստիկ ու տնտեսական հետևանքները։ Անվտանգության խորհրդի համակարգմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, ում դա 12-օրյա պատերազմի շրջանում էր, ում խնդիրն է շարունակում մնալ մոնիտորինգ անել իրավիճակը եւ ըստ անհրաժեշտության կայացնել իրավիճակից բխող որոշումներ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վարչապետի ձևակերպմամբ մայիսի 28-ին հաշվետվություն է ներկայացնելու քաղաքացիներին։ Հանրապետության հրապարակում կցուցադրվի զինված ուժերի ռազմական տեխնիկան։ Զորահանդեսը ըստ Նիկոլ Փաշինյանի չի հակասում Հայաստանի որդեգրած խաղաղության օրակարգին։ Համապատասխան աշխատանքներ են տարվում միջազգային ու տարածաշրջանային գործընկերների հետ, որպեսզի ռազմական տեխնիկայի ցուցադրումը մանավանդ հարևան երկրների մոտ չառաջացնի թյուրըմբռնումներ։ Կառավարությունը տպավորիչ տեսարան է խոստանում։ Հաստատվել են վերելակների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության նորմերը, կանոնները եւ հրահանգները։ Հանրային նշանակության շենքերում տեղադրված վերելակները համարվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ։ Դրանք ներառում են բազմաբնակարանային շենքերը, արտադրական շինությունները եւ այլ ընդհանուր օգտագործման վայրերը, բացառությամբ մինչեւ 250 կիլոգրամ բեռնատարողությամբ վերելակների։ Նոր կարգավորմամբ նախատեսվում է, որ նման վերելակները պետք է ենթարկվեն տեխնիկական անվտանգության փորձաքննության առնվազն տարեկան 1 անգամ։